Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր ուրիշ կարծիքի 7-րդ թողարկումն է, ինչպես միշտ տաղավարում ես եւ Վահեն ենք, մենք ունեցանք հյուրեր, հետաքրքիր քննարկումներ ունեցանք, բոլորդ էլ տեսել եք, Վահե ջան, բարև։ Բարև ձեզ։ Ուրեմն սկսենք էլի Նիկոլ Փաշինյանից ու իր խայտառակության հերթական սերիայից, այսպես կոչված, ուրեմն Նիկոլ Փաշինյանը շաբաթ Կիրակին Նիկոլի համար։ Շատ այո, ասում հետաքրքիր ուրբաթ շաբաթ Կիրակի էր Նիկոլ Փաշինյանի համար, մասնավորապես ուրեմն տեսեք, մարզերը մի կերպ ավարտեցին։ Ինչ որ բան կա, չէ՞, ուրբաթ շաբաթ Կիրակի շուտով Նիկոլը ելավ մարզանքի, կամ շուտով կգա նոր տարի։ Շուտով կգա նոր տարին եւ այսպես շարունակ։ Հիմա տեսեք, գնացին մարզեր, իրանք իրենց համոզեցին, որ ամեն ինչ նորմալ է։ Իդեպ պետք է առանձնատուկ շնորհակալություն հայտնենք այն ընդդիմադիր մեր հայրենակիցներին, ովքեր որ չլռեցին յուրաքանչյուր իրենց գյուղում, իրենց քաղաքում, իրենց մարզում, բարձրաձայնեցին խնդիրները, ճիշտ ներկայացրեցին իրավիճակը եւ հենց մեղավորի ճակատին ասեցին, որ ինքը հանձնել է Արցախը, ինչպես Չարենցավանում մեր հայրենակիցը, մեր սիրելի արցախցի կինը բացահայտում էր Նիկոլ Փաշինյանին, մերկացնում էր Նիկոլ Փաշինյանին հենց Չարենցավանցիները ու իր թիմի առջև։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը դեպա գիտեք ինչ կա, սենս դեպա գիտեք ինչ կա, բայց միանշանակ ինքը հասկանում է, որ սովորական ոնց որ դպրոցական երեխա կռուտիտը լինի։ Հա, էլի ամոթել է ասել, որ որպես վարչապետին ինչ կա, ասում է, այս մեր իրական քարտեզն է, դրանից առաջ իդեպ այսօր հրապարակել է իր հին հպարտ քաղաքացու քարտեզը, ու քարտեզը անձնագրի վրա, որպես այդպեսին սահմանադրական փոփոխությունների ժամանակ բաներ, չէ, մինչև կորոնան սահմանադրական փոփոխությունների գործընթաց էին սկսել, շրջում էին փողոցներով, այդ բանի անձնագիրն էին ցույց տալ իրենց սարքած բրոշուրը, որտեղ այդտեղ Արցախն էր, ու իդեպ իրեն ասացին, որ ինքը Արցախը Հայաստանը եւ վերջը փոխեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ, ինչևիցե մեր հայրենակիցները ի պատիվ մեզ հայերիս պետք է ասենք, որ կան դեռ մեր հայրենակիցներից մարդիկ, ովքեր որ չեն լռում, բարձրաձայնում են, այդ նշանակում է, որ պայքարը շարունակվում է ու մեր հայերիս պայքարը հավերժ է, անվերջ է, միշտ մենք պայքարելու ենք հանուն արժանապատվության, արժանապատիվ խաղաղության ու Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վերարտադրվել, անգամ եթե շատ ուզենա։ Հասանք Երևան, ուրեմն Երևան։ Այ մոտ այդ Կոնջորյան Հայկին եմ ուզում մի հատ բան ասեմ, ասել է, այսօր ասել եմ, չքնախ երկրի մեջ ենք ապրում, էլ ինչ եք ուզում, ասենք Հայաստանը ի՞նչն է չքնախ։ Մի հատ ինձ կասես։ Ես մի մասով համաձայն եմ, որ մեր երկիրը Հայաստանն է։ Ի՞նչն է չքնախ։ Երեք տաքսով գալիս եմ երեխու հետ։ Ասենք մեր հայրենիքը բայց այդ իրանց փողոցում ասում եմ, ընկեր ավտոն ընկավ փոսի մեջ, ավտոյի ակը տարակեց։ Չքնախ երկիրը ո՞րն է։ Այդ Ավինյանի մասով է, Կոնջորյան Հայկը Ավինյանի մասով չի։ Արցախը կորցրել ենք, հիմա Ավինյանի մասով է թե չէ, ինքը իշխանության ներկայացուցիչ է, ու այսօր խմբակցության ղեկավարն է, հասկանում ես, ՔՊԻ խմբակցության ղեկավարը, ասում է չքնախ երկիր։ ՔՊԻ խմբակցության ղեկավարը։ Բայց ինչ չքնախ Հայաստանի հետ ու հայերի հետ ոչ մի կապ չունի։ Այդ մարդը սովորական թուրքական կազմակերպություն է։ Ինքերս մարդիկ շարքային խափեփա են, ուրիշ ոչ մի։ Միանշանակ ստախոս տոր սրիկաներ են իրանք։ Այդ չի քննարկվում։ Շարքային խափ մուտիլով հանգիստ կարան ասեն մեզ մարզերում հիանալի դիմավորեցին, ճանապարհեցին, իդեպ Կոնջորյան Հայկը Չարենցավանից է, հենց որ գոնե հասցրել էին մի կտոր հաց վայել էին, իրանց համար դա ամենակարևորն է, էլի։ Ինչևից է հիմա Կոնջորյան Հայկի համար ինչն է սիրուն, ինչն է չքնաղ ու ինչն է գեշ, այդ արդեն պետքա որոշի ինքը Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը։ Մեր համար մեր հայրենիքը շատ լավն է, բայց առանց իրանց։ Մեր համար մեր պետությունը շատ լավն է, բայց էլի առանց Հայաստանի Հանրապետությունը չքնախ կլինի եւ խաղաղ, եթե չլինի քաղաքացիական պայմանագիրը Կոնջորյան Հայկը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն փաստացի մեր երկիրը մենակ առանց իրանց է լավը, ու իրանց հետ ոչ միայն լավը չի կարա լինի, այլ ապագա չի կարա լինի, այլ խաղաղություն չի կարա լինի ու Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինի։ Այդ Եռալաշի բան կար, սերիալ կար, փոքր ժամանակ եմ տեսել, դպրոցի դասատուն, որ ասում է տաք կարտոշկա կեր, տեսել ես։ Ասում է տաք կարտոշկա կեր, որ լեզուտ անգլերեն սկսես լավ խոսալ, տաք կարտոշկեն ուտում է, գալի վարժ խոսում է, մեկ Նիկոլ Փաշինյանի այդ կարտոշկի պահներ, ասենք։ Նիկոլ Փաշինյանի այդ լավ Եռալաշն նայում գալի կրկնում են։ Ինքը կամ
Հինա ընկերներ, հինա, նոր ինչ որ նոր բան է պետք։ Չէ, բացի այդ կամ իրապես չի հասկանում, կամ հենց դրա համար անում։ Այսինքն ինչ որ մի քաղ տեխնոլոգ, ասենք Ռուպերտ Դավոյի մակարդակի, իրան ասելա վարչապետ ջան, գլխով մտի կարտոշկի մեջ, բան արա, ասենց հետո մատերդ լիզի։ Այդ տհաճ է, երբ տհաճ անգամ եթերում հաց ուտելը տհաճ է ասում բայց ես մեր ժողովրդի նման եմ ուտում։ Ուզում ես ասես մեր ժողովուրդը անճորնի են ուտում ու ավտոբուսի մեջ կարտոշկա են ուտում։ Ես երբևիցե չեմ տեսել կարտոշկա ուտող ավտոբուսի մեջ մեր հայրենակից։ Կյանքում չի եղել, ասենք ուսանող եմ եղել, ավտոբուս տրանսպորտից եմ օգտվել մետրոյից, չի եղել երբեք որ տենա մեկը կարտոշկա է ուտում հանրային տրանսպորտի մեջ։ Տհաճ երևույթ է։ Մեր երկրի վարչապետը ուզում է ասի մեր ժողովուրդը հերիք չի աղքատություն իրանց գլուխներում է, հերիք չի որ ինքը ընդհանրապես ոչ մի բանում մեղավոր մի հատ էլ հրաշալի երկիր է, հերիք չի։ Այս մեր ժողովուրդն էլ անճորնի ժողովուրդ են։ Կարտոշկա են ուտում ավտոբուսի մեջ, կուկուրուզ են ուտում կրծելով, պերաշկի, մի հատ է բխկում են, վերջում էլ մի հատ, չգիտեմ, ասենք այդ թթու լավաշով զակուսկի են անում ու այդում են իրանց գործերով։ Էլ չեմ ասում, որ հետները տանում են Սասուն Միքայելյանին, ոչ կենաց ասել գիտի, ոչ խմել գիտի, ոչ մարդիկ մեզ ու ամբողջ հասարակությանը դրել են ապուշի տեղ, նայ արտաքին գործերի նախարարը այսօր հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ չի ստիպում, որպեսզի մենք սահմանադրություն փոխենք։ Բայց մի քանի օր առաջ Ալիևը հրապարակային հայտարարում էր, որ Հայաստանի հետ կգնա խաղաղության, երբ Հայաստանի սահմանադրությունը փոխվի։ Դա ինչ է, եթե ստիպողաբար ինչ որ խաղաղության գնալ չի, ստիպողաբար ինչ որ անել չի, դա ինչ է այսինքն։ Բնականաբար Ալիևը ուզում է սահմանադրությունը փոխվի, ինչու՞, որովհետև կա այնտեղ հռչակագրի հղումներ, որը Արցախի Բայց խեն խափում, այս մարդիկ շատ չգիտեմ։ Չէ, Սևան ջան, ինչ անեն։ Ասեն, մենք գալիս ենք Հայաստանը հանձնենք Ադրբեջանին, ժողովուրդը իրան կընտրի։ Չէ, ամեն դեպքում, բայց այդ պրիմիտիվ խափեփայությունը այսօր չգիտես ինչի է ասել։ Պրիմիտիվ շատ եթե 18 թվականին ասեն ժողովուրդ ջան, գալիս ենք Արցախը հանձնենք, հեղափոխություն չէր լինի, ընտրություններում չէին հաղթի, չէ։ Հիմա եթե ասեր գիտեք ինչ կա, մենք թքած ենք ունենալու որ գերիներ ունենք 21 թվականի մասին է խոսքը, ժողովուրդը էլի չէր ընտրի, չէ։ Այս մարդիկ ուղիղ հակառակն են ասում, որ հակառակը անեն։ Հիմա իրանք ասում են խաղաղություն պետքա լինի, մենք Ալիև հետ գնում ենք խաղաղության, որը ամսի 8-ին ամրագրվել է, պետքա վերահաստատվի եւ այլն։ Հիմա Ալիևն ասում է ընկեր, նախ դու պետք է այդ թղթի տակ ինչ ստորագրածը անես, այսինքն հրաժարվես ցեղասպանության ճանաչումից, Սևանը դառնա Գյոյչա ու Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան ու խաղաղ կլինի։ Այսինքն մենք ձեզ էլ չենք կոտորի, որովհետև էլ վերցնելու բան չկա, այսինքն դուք ամեն ինչ տալիս եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Քարոզարշավին ոնց դուրս գա, ասենք Ադրբեջանի էսկոմի քարտեզով մի հատ փոքր բրոշյուրով սենց Հայաստանի ասի մենք սենց միանում ենք իրար, որպեսզի դուք խաղաղ ապրեք, իրան չեն ընտրի։ Այս մարդը պետք է խափի, ասի թոշակները կավելացնենք, որ մի քաղաքացին մոտենում է ասում է Այսենց խնդիր ունեմ, ասում է, դե հիմա գիտեք, Քարոզարշավը խնդիր կա, էլի չենք կարա այս պահին լուծենք։ Ընկեր դու երկրի վարչապետ տեսնախ Քարոզարշավը չի սկսել, դու Քարոզարշավ ես, չէ՞ անում, դու ես ասում որ Քարոզարշավը։ Խափում են։ Բա ընկեր, եթե Քարոզարշավը չի սկսել, դու ես Քարոզարշավ անում ընկած փողոցները, սրան նրան համոզում ես, ասում ես գիտես ինչ կա, ինձ ընտրեք խաղաղություն լինի։ Այսինքն սպառնալիքի լեզվով խոսալը որն ասում է սեպտեմբերին պատերազմ կլինի։ Այ հոգնած որ դու չգայիր վարչապետալներ, մենք պատերազմը 16 թվին էլ ենք հաղթել ու էլի կհաղթենք Արցախ կունենանք, մեր 5000 տարեկան չէին զոհվի։ Եկել ես ասում ես, որ ես չընտրել, բա որ դու միամիտ մեռնես, ինչ ենք անելու։ Պետք է տանենք նկարը Ալիևին տանք, ասենք ախպեր ես մարդը մեռելա, բայց պետք է խաղաղություն լիներ, մի եկեք պայմանավորվենք։ Ընկեր դու լրիվ կտցրել ես քեզի, չեմ հասկանում։ Աննան գնացել է դեղերդ չի տալի, լրիվ բան ես եղել, ցնդել ես, ելել ես ընկել ես ժողովրդի ջանին, հետ գնա քո գործերով զբաղվի։ Մի հատ մարդ է ասում, որ պատերազմ կլինի։ Ով բերել է պատերազմը։ 4 պատերազմ։ Այդ մարդը պատերազմի խորհրդանիշ է, այդ մարդը պարտության խորհրդանիշ է։ Մնացած երկրի ղեկավարների ժամանակ ովքեր կառավարել են առաջին նախագահ, երկրորդ, երրորդ նախագահները, առաջին նախագահի ժամանակ ունեցել ենք հաղթանակներ, երրորդ նախագահի ժամանակ ունեցել ենք 4 օրյա պատերազմ, որը հաղթանակով ենք ավարտել։ Այս մարդը երբ հենց եկել է, մենք պարտվել ենք։ Ու այս մարդը ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Այսինքն այն քանի անգամ պատերազմները հեչ, տենց ինքը չէր ընտրվել երևի։ Բայց հետաքրքիրը նա էլի նույն իմ ասած թեզերն է շրջանառվում։ Այսինքն ինքը ասում է, ես չընտրվեմ պատերազմ կլինի, ինչքան ընտրվել է պատերազմը եղել, չէ՞։ 18, 21, 23 եւ այսպես շարունակ։ Այսինքն այս մարդը էլի նույն հակառակն է ասում։
Մնում է մեր հայրենակիցները հետևություն անեն։ Արդյոք իրանք պատրաստ են եւս մեկ անգամ այս խաբեությանը թողեն, որ վերարտադրվի, հետո էլ երեսով տա, ասի, ախպեր դուք ինձ ընտրել եք, մանդատ եք տվել, բայց ես եմ մեղավոր, դուք էլ պատասխանատու եք, կամ եթե ես եմ պատասխանատու, դուք եք մեղավոր, որտեվ դուք եք ինձ բերել։ Հիմա իդեպ պետք է նաև նշեմ ու շատ հատկանշական է, որ այդ պատերազմի մասին հիմնականում խոսում են վախկոտները, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ազատագրել են, կրել են, հաղթել են, Ալիևին կզծրել են, հիմնականում իրենք չեն պնդել, որ պատերազմը պարտադիր է կամ պարտադիր չի։ Պատերազմի մասին անգամ չեն խոսել, որտեվ իրենք լուր աշխատել են նրա վրա, որ հենց պատերազմը լինեն Ռոբերտ Աբաջաններ ու մենք հաղթենք։ Իսկ այս մարդը ասում է, մենք հաղթանակ պատերազմ դուխով գլխարկ Հայաստանի դրոշակ սաղ կապում ես իրար, տենում ես մի հատ անհասկանալի հավաքածու, որտեղ որ մենակ ուտելու մասին է։ Կամ պարելու ավտոբուսում ոնց են պարում ասենք։ Թմբուկ զարկեցեք, բան Նիկոլ Փաշինյանի վարչաբենդը, ասենք, սաղ աշխարհը խայտարակ վիճակում է, Իսրայելը օրա տալի Իրանին, Իրանը օրա տալի Ամերիկային, ինչ որ sense երեխեք են զոհվում, զինադադարի մասին խոսք անգամ չկա, այնտեղ չգիտեմ, նավթը թանկանում է, բենզինը էժանանում է կամ հակառակը, այս Նիկոլ Փաշինյանն ասում է, այդ սաղ մի կողմ, մեզ Չարենցավանում լավ դիմավորեցին, չգիտեմ, Բժնյում մի կտոր հաց կերանք, ել չեմ ասում Երևանի մետրոպոլիտենում իդեպ չենք կարող չանդրադառնալ, տեսեք, զոհվածի աղջկան ինքը հաթաթայ է տալի այն մարդու աղջկան, ով որ գնաց է կյանքը զոհաբերել է, Արցախը ազատագրել է, ու այդ երեխեն առանց հերա մեծացե, որ մենք առանց Արցախ չմեծանանք, ասում գիտեք ինչ կա, ձեր վրա փող էինք ծախսում։ Այդ ում փողերն էիր ծախսում, եթե ծախսել ես։ Ում փողերը։ Մեր հայրենակիցների, մեր փողերը, մեր հարկատուների փողերը, չի։ Որտեղից էս այդ փողերը բերե ծախսե։ Հայաստանի Հանրապետությունը, եթե անգամ Արցախի Հանրապետությունում գումարներ է ծախսե, մենք դիտարկել ենք դա որպես մեկ միասնություն հայ ժողովուրդ։ Այդ դու քո գրպանից 2 կոպեկ ծախսել ես, որ մի հատ էլ երեսով ես տալի, հաթաթա ես տալի, կամ դու ընդհանրապես ով ես, որ զոհվածի յուրաքանչյուր բարեկամի կամ ընտանիքի անդամի հետ փորձես խոսես մի հատ էլ ներողություն ես խնդրում շոու ես սարքել ղժղժան բոշայի պես է պահում ասենք դու մետրոյում վարչապետ ես վերջի վերջո մետրոյում քեզի խի ես տենց պահում որ մի հատ էլ ներողություն խնդրես չենք ներում եղբայր որ ներենք էլի կանես ու ինչքան ներվել ես այնքան շատ ես արել հենց որ այդ քո դու ներելը եթե հասկանայիր ինչ բան է ու ներողություն խնդրելը դու 2000 գոնե 20 թվականի նոյեմբերի 10-ին եթե ինքնասպան չէի լինելու պետքա ներողություն խնդրեիր ու ռադդ քաշեիր էթայր որ մեր հայրենակիցները կարողանային շարունակեին ապրել Արցախում ու մենք արժանապատիվ խաղաղության հասնեինք առանց քեզ ոչ թե բունկերից հաթաթա տայիր հետո Եռաբլուրում զոհվածի ծնողներին ծեծեիր քո բերետների հետ հետո մի հատ էլ Սոնա Մնացականյանին գցեիր ավտոյի տակ հղի 2 կյանք խլեիր ու անամոթաբար մետրոյում քեզի տենց պահեիր մի հատ է վերջում մեր վրա ես նազում ուննաթանում դե մի կամ այդ իրա թիմակից ուսապարկեր ասում է միակ վարչապետն է որ ներողություն է խնդրել ընկեր մյուս վարչապետները կամ երկրի ղեկավարները իրենց տեն չեն պահել որ մի հատ էլ ներողության կարիք լինի այդում եք քաքը ուտում եք վերջում էլ եկել եք մեր վրա եք էդի ծախում որ ինչ լինի Ամոթա, եկա մարդիկ է գոնե գիտակցեք պահի լրջությունը, երկրի իրավիճակի լրջությունը, թողը գնացեք չի ստացվում ձեր մոտ։ Էլ չեմ ասում։ Ես խոսքի սկզբում էդ էի ուզում ասեի։ Տես մարզերում եթե մի երկու, ասենք, մեր համագյուղացիներ, համաերկրացիներ, մեր հայրենակիցներ գոնե բարևում էին կամ ինչ-որ արձագանք կար, այն էլ դրական, դե բնականաբար տակից ձեռքը աշխատում մարզպետներ, գյուղապետներ եւ այլն։ Երևանում դրական ոչ մի արձագանքի չի արժանացել։ Այսինքն Երևան քաղաքը ավելի զգոն է, որովհետեւ չէ, բացասական ավելի շատ է եղել։ Պետք է հանուն արդարության նշել, որ մետրոպոլիտենի դեպքում մետրոպոլիտեն տարի Շինգավիթում տարել էին ինչ-որ բաներ։ Դա դասարանցին։ Դասարանցին չէ, այն Շինգավիթում խմում էին բաներ անում, ասենք, չգիտեմ, ասում Մարի Կոմեր շոր կարեն բան կոշիկ սարքեմ։ Դե տանուշ ախպերը իմ կարծիքով ինչ որ մեկը 2 կոպեկ։ Դե բոլորն են այդպիսին իմ կարծիքով, որովհետև այսօր չեմ կարծում որ կլինի նման մարդ, ով կգնա Նիկոլ Փաշինյանի կողքը կկանգնի կամ կուրախանա կամ նկար կամ ասում ես չէ լավ, ասենք Երևանում ավելի քիչ է բան Երևանի Գարեգին Նժդեի անվան հրապարակում մետրոպոլիտենի դիմաց հերթեր էր գոյացել Նիկոլ Փաշինյանը նկարվելու համար հայրև որդիներ, մայրև որդիներ, հայրև դստեր,
Աբսուրդ է, ժողովուրդ հասկանում եք, այդ մարդը պետություն է հանձնել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը օկուպացված է։ Այսօր Ադրբեջանի բոլոր պարտադրանք չէ, ցանկությունները, երազանքները, որ Ադրբեջանը կյանքում ինչ երազել է, դա բոլորը իրականացնում չի երազել այն մասին, ինչը հիմա կատարվում է։ Իրականացնում է դուք գնում եք ձեր երեխեքները դուք հեչ էլի, ասենք, չգիտեմ, ինչ ձև եք մտածում, գնում եք Նիկոլ Փաշինյանի հետ նկարվում եք։ Այն մարդու պատմության մեջ մնալու է որպես դավաճան, որպես հող հանձնող, պատմությունը նրա մասին գրելու է։ Այդ չեմ հասկանում այդ մարդիկ ինչ ձև են բայց մտածում։ օրինակ ինձ նաև էս մի պահն է հետաքրքիր, որտեվ յուրաքանչյուր իշխանություն անցողի կա, այս սրանք էլ են գնալու։ Կապ չունի 31 թվին, 26 թվին, թե ասենք 2050 թվին, չէ՞։ Հիմա հետո այդ ֆոտոները ո՞նց են թաքցնելու, ինչ են անելու։ Նայ, հիմա մի հատ sense պատմական օրինակ ո՞նց են ներկայացնել, լավ ասել են ես ու վարչապետը։ Նայ, հիմա այն ժամանակ մի հատ հին գնանք 451 թվականը, տաղ մուտ գետի ափին։ Վարդան Մամիկոնյան։ Հա, Ավարայրի ճակատամարտ։ Հիմա Վասակը որպես այդպեսին պատմության մեջ գրված է, որ դավաճանել է, չէ՞։ Հայ ժողովրդին, իր զինակիցներին, հայոց պետականությանը, չէ՞, դավաճանել է։ Այդ մարդու հետ իմ կարծիքով են մարդիկ եղել են, ովքեր կնկարվեին էլի։ Հա, եթե հնարավորություն կնկարվեին, բայց այդ դավաճանությունից հետո Սևան ջան, իրանք արդյոք այդ նկարը կհրապարակեին կամ կպարտանային, որ իրանք նկար ունեն այդ տվյալ դավաճանի հետ։ Եթե Վասակը մնար իշխանության, իմ կարծիքով նույնը կանեին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույն Վասակն է, բայց մնացել է իշխանության։ Մնացել է իշխանության, բայց 10 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո Նիկոլ Փաշինյանի մասին գրքերում գրելու են, որ նա ուրացել է Հայաստանը հայ ժողովրդին, դավաճանել է ամբողջ ազգին։ Դա փաստացի ամրագրվելու է հայոց պատմության մեջ, բայց անգամ այդ ամեն ինչի հետ իրանք արդյոք հաշտ ապրելու են։ Այսինքն հիմա ես գիտեմ, որ Պողոսը նկարվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Գալու է, չէ՞, ինչ որ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չլինի։ Նոր իշխանություն է գալու, այդ իշխանության մասը կկազմեմ թե ես թե չեմ կազմի, ընդհանրապես էական չի, բայց ինքը ո՞նց է այդ խարանը իր վրա ապրելու։ Այդ նույնն է, որ մեկը գնացել էր դոշին գրել էր Դուխով, մարդկա իր անունը փոխեց Նիկոլ Գագոեր, չէ՞։ Հա դե վարորդ կար, որ ասում էր Գագո էր անունը, հեղափոխությունից հետո փոխել եմ Նիկոլ։ Երեխեքի անունը տարան ով ծնվավ այդ պահին, այդ հեղափոխության այդ թոուբոհի մեջ բռնին էլի անունը Նիկոլ դրին։ Այդ իրանց վրա այդ բիծը էլի, էդի բիծա։ Ժողովուրդ ջան, էդի ձեր վրա բիծ է, ես փաստացի ասում եմ ամենայն պատասխանությամբ։ Նիկոլ Փաշինյանը այդ փող կապակցված լյուբոյ բան բիծ է։ Մի ամաչեք թե չամաչեք դուխով գլխարկը բիծ է, դուխով նակոլկեն բիծ է։ Անկամ այն ժամանակին դուխով արախ կար, այդ արախ խմելն էլ է բիծ ձեր կյանքում։ Եթե խմե չեք քորացը մինչև հիմա հլկակ, ասեմ որ այդ արախ խմելն էլ է։ Դերս մարդիկ չեն կարող երկիր ղեկավարեն, լա այտենց անձնական քննարկումները մի կողմ դնենք, թե Նիկոլ Փաշինյանը, ասենք, չգիտեմ ինչ է անում, չգիտեմ կարտոշկա է ուտում, բան, բայց այդ պետական հաստատություններից մի քիչ խոսենք, Երևանի քաղաքապետարանից, աբսուրդի ժանրից է հասել, պարգևավճարների ոլորտը, հասկանում ես, այսինքն ասենց մի քիչ ավելի ժողովրդավարական բացատրենք, որ մարդիկ հասկանան էլի ինչի մասին է խոսքը։ Հիմա ես ու դու ունենք օրինակ մարդա 20000 դրամ, մեր ընդհանուր բյուջեն կազմում է 40000 դրամ։ Պետք է գնանք առևտուր անենք։ Այդ 40000 դրամը ծախսվի ամբողջությամբ։ Արես մարդիկ բյուջեն, ասենք երրապատկում են, 40000 ունեն, 120000-ի պարտք են վեկալում, բայց ինչի համար են պարտ վեկալում, ոչ թե ճանապարհ սարքելու, ոչ թե չգիտեմ ծառ տնկելու։ Երևի անձնական ծախսերի հետ։ Պարգևավճարների համար, հասկանում ես։ Այսինքն այսօր մենք մեր գրպանից Երևանի քաղաքապետարանին վճարում ենք, որ նրանք իրենց լավը զգան ոչ մի բան անելու համար, ոչինչ չանելու համար։ Դե իրանք էլ ասում են դուք մեզ եք ընտրել, մենք մեր կատարողականը սենց ենք պատկերացնում, մենք մեզ Դե Երևանցին իրանց չի ընտրել, ես իմ ինչի արդյունքում ստացվեց, որ իրանք դարձան։ Դե հնդիկներն են ընտրել, չգիտեմ։ Չէ, նայ Երևանցին որպես այդպեսին մեծամասնությունը, տեղեք ես, Երևանում չի ընտրել։ Ավինյանին չի ընտրել։ Բայց փաստացի այս պահին Ավինյանը ոնց որ քաղաքական խաղերի ինչ որ չգիտեմ, ներքին պայմանավորվածությունների, դավադրության տեսությունների արդյունքում Ավինյանը դառա։ Որտեղ որ հիմա գտնվում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքացիների անտարբերության արդյունքում նաև հայտնվեց վարչապետի աթոռին, այսինքն մենք ունենք
3 միլիոն վարչապետեր, այդ Նիկոլ Փաշինյանի տվյալներն եմ ասում։ Հիմա տաքսիստերին եմ էլի դիմում, այդ Yandex շողերին, այսինքն 1.5 միլիոնը չի մասնակցել։ Ու ես վստահ եմ, որ իրանք Նիկոլին դեմ էին քվեարկել։ Այ Yandex շողերին եմ ասում, տաքսի շողերին, չգիտեմ, վարորդներին, ավտոբուսի, ձեզ դուր է գալի այս փողոցի վիճակը, այս ասֆալտի վիճակը, ձեզ դուր է գալի այդ, չգիտեմ, քանդված փոսերը, ձեզ դուր է գալի, որ ասենք, չգիտեմ, ամեն շաբաթ ավտոմեքենան տանում եք, ասենք, վերանորոգման, ձեզ դուր է գալի դա։ Բնականաբար ընտրեք էլի այդ մարդուն, այդ նույնն է լինելու։ Ես վստահ եմ, որ Ավինյանի հերը Opel-ի շոֆերներին ասեց համբալ, ոչ մի Opel-ի շոֆերի դուր չի եկել։ Ու իդեպ պետք է նաև նշեմ, ես վերջերս կարդացի, որ բեկանվել է, այսինքն որոշվել է, որ Opel-ի վարորդները որպես խումբ չի համարվում։ Նու մի խոսքով ասեց այդ մարդը ու չդատվեց։ Opel-ների բան կա։ Ինչ որ Facebook-յան գրուպա կա, ինչ որ չէ։ Բանի դատարանը որոշել է, որ Ավինյանի հերը ասել է համբալ ու իր հետ կապված խնդիր չկա։ Հիմա դա թող մնացած քննարկումները Ավինյանի հերը, որ ասենք 5 հատ Opel-ի վարորդի սպաներ, էլի տենց դատարանը ինչ չակերտավոր բան է որոշել։ Դատարանը դեմ չի լինի, կասի դե սպանվածները դեմ են, որ իրանք սպանվել են, սպանվածները չեն կարող խոսել։ Հա, փաստացի տուժող չկա։ Տուժող չկա։ Հիմա այս պարագայում էլ տուժող չկա։ Մարդը օթի մեջ մի բան ասել է, հիմա ով համաձայն չէ իր հետ, թող գնար հակառակը համոզեր, դատարանն էլ ասում է, դե որ հիմա ասենց իրավիճակ է, հեն էլ մեր քաղաքապետի Ավինյանի հերն է, դե հիմի ինչ որ է, մեր վրա է շարժելու։ Բայց հետարքի գիտեք նաև ինչու՞մն է, որ Ավինյանը փոսերը կա, պրոբլեմները կա, քանդու քարապ, ծառերը կտրել է, այս ամեն ինչի հետ մեկտեղ սրտիկներով էլի նույն ավտոբուսի մեջ գնում է թիմի հետ ու ամեն ինչ նորմալ է։ Ու մեր Երևանցիները, պատմական Երևան, մայրաքաղաք, հասկանում ես, այս մշակութային կենտրոնը սարքել էին սակուրաների կենտրոն, այնա սակուրաները չորացան, չկան սակուրաներ, այսինքն մայթերը դատար կա։ Անձրև է գալի, ջրափոսերը կա ու այս խայտարակության մեջ Ավինյանը դեռ քաղաքապետա հերիք չի։ Մի հատ էլ ոնց ուզում խոսում է, պարգևա վճարներ է տալիս։ Եփեց վերջ անգամ Երևանի թանգարանը այցելել։ Բավականին երկար ժամանակ չեմ եղել, մի քանի տարի վրա գրած է, չէ՞, որ ասենք Մենուայի որդի Արգիշտի սպան կառուցել է Երևանի քաղաքը, բան։ Պատկերացնում ես, այդ ասենք մեծ թագավորությունը, որ Հայաստանում եղել է, այդ ստեղծել են Երևանը, բան, ու այսօր ովքեր են Երևանը ղեկավարում, պատկերացնում ես։ Այդ նույնն է, որ ասենք ունեցել ենք Տիգրան Մեծ, ասենք Արշակունիներ, Պահլավունիներ եւ այլն, ու ունենք Նիկոլների դինաստիա, Փաշինյանների սոված ծարավշների դինաստիա, որ ախր իրոք ցավալու է, ժողովուրդ, մենք իհարկե փորձում ենք այս ամեն ինչը ինչ-որ մի ձև գոնե թեթև տանենք, բայց ախր հայ ժողովուրդը ու իրանց պայքարը մեր հայրենիքի ու արժանապատվության մասին է, զարմանում եմ, ոնց կարելի է հանդուրժել, ոնց ենք մենք հանդուրժում, որ Նիկոլ Փաշինյան իրանց սենց պահի ու մարսի, որ Ավինյանը սենց պահի մարսի, կամ չգիտեմ, Ալեն Սիմոնյանն իրանց սենց պահի ու մարսի։ Լավ, ես չեմ հավատում, ինչ պետք է անեն ժողովուրդը։ Հա, ասենք X մարդու վրա թքել է Ալենը, ինչ պետք է անեն։ Տեսեք, կա տարբերակներ մի քանի։ Լինում է ցասում ժողովրդի, որը հասունանում է մի հոգու վրա թքել է այդ մարդը, որպես այդպեսին ինչ պետք է անի։ Գնա դատի տա։ Երեք տես մատեր թափ տալի այդ դեպքը օրինակ։ Չէ, գնա դատի տա, համարժեք, չեմ ասում համարժեք հետքի վրա, որովհետև կան մարդիկ, ովքեր որ դաստիարակություն են ստացել, ու կան մարդիկ, որ դաստիարակություն չեն ստացել։ Այսինքն համարժեք ասելով մենք նկատի ունենք մի իրավիճակ, որտեղ որ Ալեն Սիմոնյանը եթե չի պատժվում օրենքի կողմից, օրինակ չեմ ուզում ասեմ ես լինեի կամ մյուսը լիներ ինչ կաներ, որովհետև տարբեր իրավիճակներում տարբեր ձև կարա դրսևորումները լինի, բայց եթե հանրային ճնշում լիներ, այդ մարդը դու ինչ կանեիր։ Սևան ջան, եթե հանրությունը ինձ օգներ, չնայած ես իմ Դու անձամբ ինչ կանեիր, քո վրա այսպես մատ թափտար գորգռար մի հատ շորիցդ քաշ։ Երկրի ղեկավարը։ Ես ամենակիչը բարձրաձայնեի ու իրան կմեղադրեի այն ամեն ինչի մեջ, ինչում ինքը իրապես մեղավոր է։ Անկախ նրանից հետո իմ հետ ինչ կներ կամ քրեական գործ կհարուցեին կամ չէին հարուցեի։ Ես գոնե չէի լռի ու առավել եւս եթե պետք է մեր հայրենակիցներին հորդորել, որ չլռեն ցանկացած անօրինականության, ցանկացած Սևան ջան, եթե յուրաքանչյուր սուպերմարկետում յուրաքանչյուր ՔՊԱ-կանի
չլռեն, ուղակի բարձրաձայնեն, ինչ իրանք իրապես մտածում են, այս մարդիկ ոչ կարան խնձոր առնեն, ոչ է սիգարետ, որովհետև իրենք սուպերմարկետում չեն հայտնվի։ Ստիպված կհայտնվեն իրանք աշխատողներն ու ախրանան։ Հետո ինչ որ մի օր կհասկանա այդ ախրանան, որ չէ, իրանք վրա էլ է այդ խարանը գալի։ Ու եթե այստեղ մի հատ կարևոր բան կա, եթե ես տուժած եմ, յուրաքանչյուր հայ տուժած է Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանության կողմից, չէ։ Եթե մենք համախմբվում ենք էլի լավ է, բայց եթե մենք գոնե հանրային ընկալման մեջ մեկս մյուսին պահում ենք, աջակցում ենք, հա, այսինքն լավ, Նիկոլ Փաշինյանին վրա մատը թափ տվե, եթե հանրային ընկալման մեջ ես տենում եմ, որ ինձ օգնում են, այսինքն այն կողքից մետրոյի մեջ, հա, օրինակ այդ աղջկան ես իդեպ պետք է նաև ասեմ ցավով, որ այդ աղջիկը մենակով պայքարում էր, լինելով Արցախի հերոսի աղջիկ, ու կողից մեկը չկար, որ ասեր ընկեր, այս կինա երեխու հետ, ես ինչ ձև ես քեզի պահում, կապ չունի, վարչապետ չի, ով ուզում ես լինի, եթե վախում են այդ հանրային ընկալման մեջ այդ աջակցությունը չկա, իմ պարագայում ես չեմ լռի, բայց եթե այն մյուսը տեսնում է, որ կողքերից լռում են, աջակցություն չկա, այսինքն եթե մի 5-6 հոգի, չեմ ասում ավել, կամ ամբողջ վագոնը հարձակվեր Նիկոլ Փաշինյանի վրա ոչ թե ֆիզիկապես ցավ պատճառելու, այլ բացատրելու, որ չի կարելի քեզ sense մի պահ, եթե քեզ չեն սովորացրել, դա դեռ չի նշանակում, որ դու ճիշտ ես վարվում։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պահին ներողություն կխնդրեր։ Եթե իհարկե լայվը չանջատվեր ու գնար տուն, ընկներ ստրեսի մեջ, հետո դեղերը խմեր, հետո ալկոհոլ օգտագործեր։ Չէ, այդ մարդկանց բոլորին ձերբակալելին։ Ավելի լավ է եւս 6 հոգի ձերբակալեին, քան այս իրավիճակը լիներ, որովհետև եթե մենք վախում ենք ձերբակալվելուց, Սևան ջան, ուրեմն մենք համաձայն ենք, որ Ալիևը գալիս է։ Չէ, ժողովրդի լայն շրջանակների մասին։ Մարդիկ իրենց խնդիրներն ունեն։ Ես բարձրաձայնում եմ, չէ, ես ասում եմ, որ Նիկոլը դավաճանն է, թուրք է, լավ մարդ չի, ընդհանրապես մարդ չի, ծախված է, կզածա, պարտվածա, ժողովուրդ դուք ինչից եք վախենում, լավ ասենք Բերթերում 100 տեղ, 200 տեղ, 300 տեղ են, լիքը քաղբանտարկյալներ ունենք, բոլորին իդեպ ազատություն, Սրբազանից սկսած համայնքի ղեկավարից մինչև բան, անչափահաս տերորիստ, ինչ քաղբանտարկյալ, ինչ տեսակի ուզես ունենք, ինչ կա տեղ վախենալու։ Մեր հայրենակիցները չեն վախեցել ու մենք հաղթահարել ենք ցեղասպանությունը։ Մենք ազատագրական պայքարի հետնորդներն ենք, հետևորդներն ենք ու մենք պարտավոր ենք դա շարունակելու։ Եթե մենք լռում ենք, ուրեմն մենք հաշտ ենք Ալիևի հետ։ Եթե մենք լռում ենք, ստեղ արդեն խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի մենակ, այսինքն այն օրակարգը, որ թելադրում է Ալիևը ու Էրդողանը, կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե մենք լռում ենք, մենք իրենց հետ հաշտ ենք, իսկ եթե մենք իրենց հետ հաշտ ենք, ուրեմն մենք էլ մեր մեջ ինչ որտեղ մոռացության ենք տալի մեր պատմությունն ու մեր ինքնությունը։ Էս է խնդրեմը։ Սևան ջան, այսինքն այս մարդիկ պետքա բարձրաձայնեն, ոնց որ մենք կարան չսիրեն X քաղաքական ուժի, Y քաղաքական ուժի, նախկին յուրաքանչյուր նախագահի կարող է եւ դուք չեք սիրում, չեք համակրում, պատմությունը ճիշտ չեք ուսումնասիրել, բայց դուք ձեր երկիրն էլ չեք սիրում, ձեր պետությունը չեք սիրում, մեր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը չես սիրում։ Այս չեմ ասում, նախկին նախագահներին չեն արել։ Չես սիրում։ Չէ, հիմա կան չէ մարդիկ, որ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, չէ՞։ Մարդիկ չէ զբաղվեն, հետո։ Հիմա եթե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն էլ սիրում քաղաքականությունը ու մասնավորապես թե նախկիններին, թե ներկաներին։ Եղբայր իրենք պետքա սիրեն մեր երկիրը, մեր պետությունը, մեր հայրենիքը։ Այ փաստը վերցնես, ասես այս մարդու օրոք երկիրը անվտանգ է եղել։ Միանշանակ։ Ազատագրվել է։ Նախ ի սկզբանե առաջի նախագահի օրոք, մյուս երկու նախագահների մասնակցությամբ ազատագրվել է։ Հա, ազատագրվել է, պահպանվել է, անվտանգ ենք եղել, զարգացել ենք, բանակ ենք ստեղծել, տարբեր երկրներ ընդունել են ցեղասպանությունը որպես հարյուրավոր երկրներ քրեականացրեց, լիքը երկրի զարգացման պետականության ամրապնդման համար լիքը գործառույթներ արվել։ Եկել է մի մարդ, ով այդ ամեն ինչը ուրացել է, կործանում է, քանդում է, կազմակերպում է, տվել է պարագայում ստորագրել է, բանակը քանդել է, եկեղեցին արժե զրկել է, պատերազմը սկսել եկեղեցու հանդեպ, ժողովրդին բաժանել է սև ու սպիտակների, ու սպառնում է, սևերին սպառնում է սպիտակներով, մարդկանց մատով թափա տալի, մարդկանց վրա գորգռում է, կանանց վրա իրենց երեխայի ներկայությամբ, այս մարդուն մարդ կա, որ ինչի համար պետքա ընտրի, որը արժանիքի համար կասես, ասում է եթե չընտրեք ինձ խաղաղություն չի լինի, հասկանում ես, այդ մարդը միշտ պատերազմ է բերել ու այսօր ասում է եթե ինձ չընտրեք խաղաղություն կլինի, հիմա որ մի գիտակից քաղաքացին կարա գնա իրան ընտրի, ինձ կասես։
Չեմ պատկերացնում, որտեվ ես ինքս իմ գիտակցության մեջ ի սկզբանե չեմ պատկերացնում ոնց կարելի է լրագրողին վստահել երկրի ղեկը։ Դա լրագրողների մասին չի խոսքի, հիմա լրագրողներ կան շատ բանի ամենայն հարգանքով, բայց լրագրողի գործը լրագրությունն է, ինֆորմացիայի տարածումն է։ Հնարավոր է ցանկացած մասնագիտության տերը դառնա երկրի ղեկավար, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը անգամ լրագրող ինքը չունի այդ կարծիքը։ Համալսարանը չի կարացի ավարտի։ Բանակի մասին խոսքը լռում է։ Ընդհանրապես ինքը որպես մարդ, ես զարմանում եմ ինքը անիմաստ խիա հայտնվե մեր կյանքում, որտեղից է հայտնվե, ինչ է ուզում մեզնից, այն որ ասում է ինչ ես տվել, չես կարող վերցնես։ Եկես երկիրը չի զարգանալու, եթե Նիկոլ Փաշինյանը մնա ղեկավար ու եթե Նիկոլ Փաշինյանը չլինի մեր երկրի ղեկավարը, լինի նորմալ մարդ, հավասարակշռված մարդ, վստահելի մարդ, գոնե տղա։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն յուրաքանչյուր հայ, ինքը ուղակի որ հայ լինի, քանի որ Նիկոլը հայ չի, Նիկոլի փոխարեն յուրաքանչյուր հայ կամ հայկական արտադրության աթոռ ավելի շատ գործ կարանի, ժամանակին ասում ավելի լավ է ինչ-որ մտ պոլիփեդ լինի։ Հա, նա աթոռ հայկական սիրուն քանդակագործությամբ իր խաչով։ Չէ, պոլիփեդ լինի, որովհետև պոլիփեդը չի կարա դավաճան լինի։ Ամեն ինչը, հա, եթե հաշվի առնենք, յուրաքանչյուր անգամ իր եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն դնենք, ինքը գոնե Ալիևի հետ չի պայմանավորվի։ Գոնե Ալիևը կխոսա, ինքը չի հասկանում։ Նա ինքը իմ կարծիքով չի պայմանավորվում։ Իրան ասում են, ինքը լսում է, ուղղակի անում է։ Պայմանավորված կամ չէ, պայմանավորված ինչ-որ գումարը տվել է։ Ինքը ինքան է վախում իշխանություն կորցնելուց, մնացած միջազգային գործընկերների մոտ։ Այդ ամեն ինչից վախում է, ինքը վախկոտ մարդ է։ Դե բարձր որ ինքը վախկոտ մարդ է, դրա համար է ինչ ասում են անում է։ Այդ դրա համար էլ ինքը դուխով գլխարկում է։ Այո, չեմ զարմանա, անգամ իրեն ասենք, չգիտեմ, ասենք տես թուլափայ փողը տված չլինեն։ Իհարկե փող տված չլինեն։ Սրանք հանուն փողի ամեն ինչի պատրաստ են։ Բարձր որ ինչ որ փողեր կա, բայց ամեն դեպքում էսի այն մարդն է, ում տենց ինչ ասել են, արել է վախից։ Այո, հոգին ծախել է սատանային, աշխատում Ալիևի հետ, որպիսի կոտորի հայերին կեղեքի, սարքի տուգանքի մատերիալ ու վերջի վերջո մեր պատմությունը ինչ որ մի պահի իրանից հետո ստոպ լինի։ Բայց պետք է հիասթափեցնենք եւ Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին, որ իրանք տեսնելու են ծաղկող բարգավաճող Հայաստանի Հանրապետություն, հետագայում նաեւ ինչու՞ չէ Արցախի Հանրապետություն ծաղկող եւ բարգավաճող, եւ իրանք թող տենց երկար ապրեն, որ տեսնեն, թե մենք ոնց ենք խաղաղություն, համերաշխություն բերում մեր երկրին, մեր հայրենակիցները ապրում են այն երկրում, որը որ երազել են մենք, մեր պապերը եւ մեր թոռները։ Նենց որ այս ամեն ինչը անցողի կա, չարի իշխանությունը անցողի կա, Նիկոլ Փաշինյանները, վասակները անցողիկ են, իրանցից հետո մնալու են պատմությունները, այդ վատ ֆոտոները ու վատ հիշողությունները։ Իսկ մենք շարունակելու ենք ընթանալ առաջ, իդեպ մեր ոդկասթը շարունակվելու է, մենք ունենալու ենք նաեւ հյուրեր, նոր հետաքրքիր զարգացումներ, խնդրում ենք ձեզ հետևել մեզ, լինել ակտիվ, կոմենտներում տարածեք, աջակցեք մեր ընդդիմադիրներ ջան, ինչով կարող եք, որպեսզի մենք մի բռունցք դարձած փորձենք հասկանանք մեր հայրենակիցներին, նաև միասին հասնենք այն մեր գեր նպատակին, որը որ արժանապատիվ Հայաստանի Հանրապետություն ունենալն է առանց անարժանապատիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք, կհանդիպենք։